Ժողովուրդ ջան, մի խնդրանք ձեզ, այսա երրորդ անգամ այս ռոլիկը տեղադրում եմ ես իմ էջում եւ բլոկի ա գնում ռոլիկս, երևի թե իմ վերլուծությունը շատ ճիշտ ու շատ դիբուկային ա եղել, հասկացել եմ, որ չի կարելի, որ ավելի լայն մասաներ սրանք այս ռոլիկը տեսնեն եւ հասկանան իրականում ինչ է կատարվում։ Ուրեմն ինչ եք անում, այն մարդիկ, ովքեր հարգում են իմ կարծիքը, իմ վերլուծությունը, ովքեր համաձայն են իմ վերլուծության հետ, լայք, պրասմոտր, տարածում եք, անխտիշտ տարածում եք բոլոր ձեր ընկերների մեջից եւ անպայման ձեր կարծիքը կոմենտներում գրեք, անպայման, եթե անգամ բառերով չեք ուզում գրեք, լայք կամ դիզլայք դրեք, որ ես հասկանամ ինչպիսին է ձեր կարծիքը այս ռոլիկի մասին, իմ վերլուծության մասին, շատ շնորհակալ եմ, հուսով եմ բոլորդ ինձ պատժ կանեք այս հարցով։ Բարի օր ժողովուրդ ջան։ Հիմա ուզում եմ մի փոքր շատ կարճ վերլուծություն անեմ այն ամենի շուրջ, ինչ կատարվում է Գյումրի քաղաքում, ընդդիմադիրների շուրջը, քաղաքապետի շուրջ, հայտարարությունները քաղաքապետի եւ ընդհանուր մթնոլորտի մասին, ինչա կատարվում։ Նախ սկիզբը, որպեսզի հասկանանք, մենք պետք է մի քիչ հետ գնանք եւ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից արած հայտարարությունները փոքր վերլուծության տանք, երբ որ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով մեր կողմից ուժի անվանում ստացած Վիննի-Պուխին, այսինքն Սարուխանյանին, նա ասում է հետեւյալը, որ Վարդան Ղուգասյանը թյուրիմաձորեն հայտնվել է քաղաքապետի պաշտոնում եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ինքը հանրային եւ քաղաքական դաշտից դուրս չպրդվի։ Որին ի պատասխան դրանից մի օր թե երկու օր անց քաղաքապետի մեքենան, զրահապատ մեքենան փորձում են տանեն հատուկ պահպանման վայր, իբր թե ինչ-որ դոկումենտների, փաստաթղթերի հետ ինչ-որ խնդիրներ ունի, այսինքն 15 տարի այդ խնդիրները չէին եղել Նիկոլ Փաշինյան, հիմա այդ խնդիրները առաջացան։ Ինչու հենց զրահապատ մեքենան, ինչու է դա խոսում այն մասին, որ սա հենց այնպես չէր։ Բոլորը տեղյակ եք, թե 2006, ինչքան հիշում եմ 2006 թվականին, ինչ կատարվեց քաղաքապետ Վարդան Ղուգասյանի եւ իր թիկնազորի եւ իր տեղակալի հետ եւ իրենց բրամոյ գնդագահարեցին, փորձեցին կյանքը խլել թիկնապաների եւ Վարդան Ղուգասյանի մոտիկներից զոհեր եղան, հենց Վարդան Ղուգասյանի մարմնի մեջ 7 փամփուշտ հայտնաբերվեց, որից 2-ն ընդամենը դուրս բերվել եւ 5-ը հենց հիմա իր մարմնի մեջ են։ Այսինքն մարդը հասկանալով, որ երկրորդ անգամ փորձ կատարվում կյանքից զրկելու, դա ես իմ խոսքերը չեմ ասում, դա Վարդան Ղուգասյանի ուղերձի հիմնական սեպներ, հիմնական տեղներ, որ այ կյանքից են ուզում զրկեն, հիմնավորելով հանրային դաշտից դուրս շպրտելու խոսույթի հետ Նիկոլ Փաշինյանի։ Բայց ժողովուրդ ջան, իմ վերլուծությունս այսքան մագերեսային չի լինելու։ Ես ավելի խորն եմ վերլուծել, 2 օր պաուզա եմ վերցրել, թե իրականում ինչա կատարվում, ինչա ուզում Նիկոլ Փաշինյանը, ում է ինչ մեսեջներ հարցնում Նիկոլ Փաշինյանը։ Ինչքան էլ դաժան լինի, ասելու եմ, այո, ինքը դաժան է իր մեսեջների մեջ։ Հիմա բացատրեմ ինչու։ Տեսեք, բացի նրանից, որ թիրախավորվեց Վարդան Ղուգասյանը, իրանք փորձում են իրենց այդ գեշոնների ու վինիպուխների միջոցով ստեղծեն մի իրավիճակ, երբ որ քաղաքում ստեղծվի տպավորություն, թե Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուգասյանը իրար հետ խնդիրները սրացել են եւ իրանք կարող է ինչ-որ մի պահի իրար հետ բախումներ ունենան։ Դա բարձրաձայնեց նաև իր բնավորության հետ համահունչ Վարդան Ղուգասյանը դրա մասին խոսեց, իսկ Մարտուն Գրիգորյանին լավ ճանաչելով իր խորհրդավոր լռությունը ինձ ասում է միայն մի բանի մասին, որ ինքը հասկացել է, որ կողմից է քամին փչում եւ ինչպիսի վտանգներ են պարունակում այդ քամիների մեջ։
Եվ այդ գեշոների եւ վինիպուխների արած խանդավառությունը, այդ խառնուրդությունը իր արդյունքները չեն տալու, քանի որ երկու բավականին հեղինակություն ունեցող մարդիկ ունեն անցած ճանապարհ։ Սրանք նոր են ինչ որ բան տեսնում իրենց կյանքում, իսկ այս երկու անձնավորությունները, այս երկու ընտանիքները իրենց ամբողջ կյանքը անցել են այնքան հույուբույերի միջով, այնց բաներ են տեսել, որ այս ձեր ռուսերենից համար կներեք ձեցքի սատ պրիստավլենին կարակ արդեն փագեք։ Ծիծաղել չտակ ձեր վրա, քանի որ համ Վարդան Ղուկասյանը, համ Մարդուն Գրիգորյանը հասկացել են, որ իրենց շուրջ ինչպիսի բեմադրություն եք դուք փորձում կազմակերպել։ Ավելին ասեմ, բավականին հեղինակություն ունեցող երկու ընտանիքի որդիները, այսինքն Սպարտակի մասին է խոսքը եւ Կամոյի մասին է խոսքը, երկուսին էլ հետապնդում է։ Դատական պրոցեսներ, տնային կալանքներ, որը Կամոն հետախուզման մեջ ինչ որ անհասկանալի պատմություններից ելնելով, ինչ սարկեցիկ այդ ինչ իրավիճակների ցելնելով հետախուզում եք հիմա հայտարարել, այսինքն երկու հեղինակություն ունեցող երիտասարդներին, ովքեր կարող էին իրենց ներկայությամբ անգամ իրավիճակ փոխել, մեկուսացրել եք։ Բայց ժողովուրդ, սա ուղղակի հենց այնպես չի արվում, հավատացեք։ Այս ամեն ինչի հիմնական մեսիջը դա Էշմիածին քաղաքում ընտրություններին պատրաստվողների մեսիջը հաղում։ Այդ տեսեք Գյումրիի օրինակով ինչ կարա լինի ձեր հետ, եթե ԿՊ-ն չհաղթի։ Ես Փարաքյարի դեպքերը չեմ ուզում կապեմ այս ամեն ինչի հետ, քանի որ գնում է քննություն, մեղավորներ են ձերբակալվել իրենց ասելով, բայց ամեն դեպքում ընդդիմադիր համայնքապետ է սպանվել։ Դա ընդհանրապես մեր կյանքից հանել մենք չենք կարող, չխոսել չենք կարող, քանի որ եթե անգամ քննությունը ճիշտ ուղղությամբ է գնում եւ ճիշտ մարդիկ են ձերբակալվում, ապա Նիկոլ Փաշինյանի եւ իր համակարգի մեղավորությունը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են ամբողջ համակարգով, իսկ ընդդիմադիրներին բացութողի վիճակով են թողել, այսինքն մի բան էլ այսենց հայտարարություններով կարող է մարդկանց դրտեն շատ վատ քայլերի։ Էշմիածնին, ինչ եմ ասում Էշմիածնին այս ամեն ինչը ուղղված այս մեսիջները։ Իրանք ուզում են Գյումրիի օրինակը հանգարց ծառայի Էշմիածնում։ Իրանք վախի մթնոլորտ են ստեղծում ընդդիմադիրների շրջանակներում, այդ տեսեք ինչպիսի ռեպրեսիաներ կլինի ձեր հետ, եթե հանգարց փորձեք դուք միավորվել եւ ԿՊ-ն չլինի այնտեղ իշխանություն։ Իրենք չեն կարողանում մարսել մի բան, որ իրենք չէին է պատկերացնում, որ Մարդուն Գրիգորյանը կամ Վարդան Ղուկասյանը, ստեղ տեսեք, ոչ թե մենակ Մարդուն Գրիգորյանի մասին է խոսքը, այլ նաև Վարդան Ղուկասյանի մասին։ Ես 100% վստահություն ունեմ, որ եթե հանգարց Մարդուն Գրիգորյանը լիներ հակառակ առաջի տեղում, երկրորդում Վարդան Ղուկասյանը միանշանակ ձայները տալու էր Մարդուն Գրիգորյանին, չնայելով ոչ մի խնդիրները, որ իրանց մեջ իրանք ունեն։ Այս երկու ընտանիքները կարամ ասեմ իրենց թիմերով, ովքեր վեր են դասում Հայաստանի շահերը ավելի շատ, Գյումրու շահերը ավելի շատ, քան սեփական շահերը։ Ես մարդ, որը իրենց կողքը լինելով, երկուսի կողքն լինելով, գիտեցել եմ ինչպես են ադամների կրճտոցները լսվել է մեր ականջներում, որ իրենք որոշում են կայացրել, ինչքան դժվար է եղել որոշումը կայացնելը։ Բայց հենց հիմա ասում եմ երկուսին է բրավո ձեզ։ Ես հպարտ եմ, որ ձեր նման հայեր կան իմ շրջապատում եւ իմ հայազգի մեջ։ Ինչ մնում է Վիննի-Պուխին ու Գեշոյին։ Դուք այնքան փոքր եք այդ մարդկանց առաջ։ Այնքան չերևացող եք։ Այնքան ես ամաչում եմ, որ դուք իմ քաղաքի մարդիկ եք։ Ես ամաչում եմ, որ իրենց էլ են ասում գյումրեցի, լեննագանցի ձեզ էլ են ասում։ Հերիկա։ Ձեր մոտ ոչ մի բան չի ստացվելու, քանի որ երկու այդ անձնավորությունները, Մարդուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը, ճամփա ունեն անցած։ Եվ ամեն մեկը իր ստիլի մեջ կարողացել է հասկանալ
ինչպիսի որոգայթ եք դուք իրանց համար լարում։ Ժողովրդին ինչ խորհուրդ կտամ։ Ես նախ առաջինը դա Էշմիածնի քաղաքապետի թեկնածուներին եւ իրենց թիմերին եմ դիմում։ Չվախենակ ժողովուրդ։ Մենք ձեր թիկունքում կանգնած ենք ու մենք քիչ չենք, մենք շատ ենք։ Եթե ԿՊ-ն ուժեղ լինի, թող արդար պայքարում հաղթի։ Ես անձամբ արդար պայքարի կողմնակից եմ։ Եվ եթե չլինի նկարչություն, ուրեմն կասեմ բրավո Լյուբոյ հաղթողին։ Չվախենաս Էշմիածին, Գյումրին քեզ օրինակ, ԿՊ-ն չի մարսելու Հայաստանում թուրքամետ քաղաքականություն վարելու համար։ Լավ մնացեք, լավ ա լինելու, մի վարքյան չկասկածեք։